Մենք սկսում ենք աշխատանքը 21 TV-ի եթերում Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան, բարձր տրամադրություն, դրական էներգիա։ Այո, 21 TV-ում սկսում է աշխատանքը օրդ բարին եւ 1 ժամ մենք ձեզ տալու ենք գեղեցկություն, սեր, երաժշտություն եւ լավ տրամադրություն։ Դեպս գեղեցկությունը հիշեք, բայց հիմա վայելեք երաժշտությունը։ Դե ինչ վերադարձանք եւ վստահ որ երաժշտությունը բարձրացրեց ձեր տրամադրությունը, արտնացրեց ձեզ, քանի որ մեր ռեժիսորը լավ ճաշակ եւ տրամադրություն ունի։ Իսկ եթե ձեզ մոտ հարցեր են ծագել, ինչ պատրաստել այսօր, ինչ հագնել այսօր, ուր գնալ այսօր եւ ինչպես լինել գեղեցիկ, այս գեղեցկության վրա եկեք կանգ առնենք, դիտենք տեսանյութ, որից հետո ներկայացնենք մեր այսօրվա հյուրերին, ովքեր անմիջական կապ ունեն գեղեցկության հետ։ 9 8 7 6 5 4 3 Երկրորդ տիտղոսը Miss Earth Armenia 2025 Հաղթող մասնակիցը ունի հնարավորություն մասնակցելու Miss Earth Armenia 2025-ին որը տեղի կունենա Ֆիլիպիններում Վերադարձանք, ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Ահա, Անահիտ գեղեցկուհին իմ կողքին իր գեղեցիկ թագով թագադրված արդեն եւ փրկելու է ամբողջ աշխարհը։ Ես հասկացա, որ երազանքները կատարվում են ու երբեմն օրդ բարի եթերում իհարկե սա իմ թագը չէ, բայց գեղեցկության թագն է, որը պատկանում է իրական գեղեցկուհուն։ Ես շատ շուտով կվերադարձնեմ իրական տիրոջ այս թագը, մինչ այդ ներկայացնեմ մեր քեզ իմ երազանքը տալ, որպեսզի իրականացնես։ Առաջին երազանքը թող լինի իմը, որ իրականացնես որպես Փերի։ Ապրես Վրեժ ջան, թող որ լինեմ քամի ու դառնամ Վրեժի Փերի։ Իսկ այս պայն սիրով ներկայացնենք մեր օրվա հյուրերին եւ այսպես Miss Yerevan Production-ի տնօրեն Արմինե Մուրադյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ իհարկե Miss Yerevan 2025 դերասանուհի եւ գեղեցկուհի եւ մոդել Անուշ Քալաշյան ում իրապես պատկանում է այս թագը եւ վստահաբար շատ ավելի է սազում եւ ճիշտ։ Ահա, ամեն ինչ հիմա իր տեղում է, արդեն բարի լույս Անուշ ջան։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ շատ ուրախ ենք ողջունել ձեզ մեր տաղավարում եւ սրտանց շնորհավորում ենք Miss Yerevan 2025 տիտղոսին արժանանալու համար։ Շատ շնորհակալ ենք։ Եվ կանք սկզբից ինչպես անցավ մրցույթը, ովքեր կարող էին մասնակցել, գիտեմ, որ այս տարի առանձնացավ նրանով, որ Հայաստան ոչ միայն Երևանի գեղեցկուհիներ, այլ նաև Հայաստանի մասշտաբով գեղեցկուհիներ իրավունք ունեին հայտ ներկայացնելու։ Այս տարի ֆորմատը փոխել է նախագիծը, ամենամյա Miss Yerevan գեղեցկության մրցույթը, որտեղ կարող են նախկինում մասնակցել միայն Երևանից աղջիկներ, որոշեցինք համահայկական անցկացնել եւ մասնակցում էին 17-ից 28 տարեկան աղջիկներ ամբողջ Հայաստանից եւ մարզերից եւ Երևանից։ Պատճառը այն էր, որ ընկերությունը վերջերս ձեռք բերեց եւս մեկ միջազգային մրցույթի արտոնագիր, որը իրավունք ունի անցկացնելու եւ պատվիրակ ներկայացնելու այդ հեղինակավոր մրցույթում, դա Miss Earth միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթն է, որտեղ ներկայացված են լինելու շուրջ 90 պատվիրակներ տարբեր երկրներից եւ ինքը շատ մեծ նշանակություն ունի ամբողջ աշխարհում եւ համարվում է շատ մեծ նախագիծ, որտեղ ամենակարևոր շեշտը դրված է բնապահպանական խնդիրների անդրադարձը։ Եվ ընկերությունը այդ պատճառով որոշեց, որ կարող են նաև ներկայացված լինեն ամբողջ Հայաստանից աղջիկներ, որտեղ միջազգային մրցույթի պետք է մեկնեն։ Եվ ինչպես տեսնում եք, ընտրվեց Անուշը, եւ ասեմ, որ առաջիկայում եւս մեկ այլ միջազգային մրցույթի մեկնարկ կլինի մեզ մոտ, իսկ Անուշին սպասում է երկար, գեղեցիկ, հաճելի եւ ինչու՞ չէ բարդ ճանապարհ։ Արդեն հաճելին սկսվել է եւ Անուշ, ինչպես եք զգում ձեզ Երևանի գեղեցկուհու կարգավիճակում։ Հպարտ։ Առավոտյան որ արթնանում եք, ասենք հիշում եք, որ դուք Երևանի գեղեցկուհին եք, ինչ որ sense տրամադրություն ապահովում ձեզ մոտ։ Իրականում ոչ մի փոփոխություն չեմ զգում։ Հիմա ավելի լուրջ եմ վերաբերվում, ավելի պատասխանատու եմ վերաբերվում լիքը հարցերին կապված ինձ հետ, իմ աշխատանքի հետ։ Ես դերասանուհի եմ, աշխատում եմ թատրոնում, զուգահեռ այդ ամենին ես գովազդներով եմ զբաղվել եւ դա համարել եմ իմ աշխատանքը։
Անուշ, այդ հարցն է ուզում տալ, լինելով դերասանուհի բավականին սիրված, ես անձամբ ձեզ ճանաչում եմ որպես դերասանուհի ու տարբեր բեմերում, հա, չգիտեմ, Մալյան թատրոն տանիքում եւ այլն։ Ինչը ձեզ դրդեց գալ գեղեցկության ոլորտ, մասնակցել, այ հիշում եք ձեզ այդ հայտագրումը լրացնելուց։ Ով ասեց, Անուշ ջան, մասնակցիր։ Ես ինքս եմ հայտը լրացրել, չգիտեմ, պատահական սենց սպոնտան որոշեցի ու չէի պատկերացնում, որ ես կարող եմ հաղթել։ Չգիտեմ, ես մեծացել եմ հայրենիքիցս հեռու, ինձ համար կարևոր է եղել Հայաստանում գտնվելը եւ սա լավ հնարավորություն էր արմատներիս ավելի մոտ լինելու եւ Ինչպես արձագանքեցին ընտանիքի անդամներ, մտերիմներ, ընկերներ, գիտեին, որ մասնակցելու ես, թե անակնկալ էր։ Միայն մայրիկիս էի ասել եւ մյուս ընկերուհուս էի ասել, բայց երբ իմացան բոլորը շոկի են ենթարկվել, որովհետեւ ոչ ոք չէր սպասում, որ ես կարող եմ գնալ գեղեցկության մրցույթի մասնակցել, դիմել։ Ես էլ չէի սպասում։ Չգիտեմ ոնց է ստացվել, բայց ես այստեղ եմ հայտնվել ու ես հաղթել եմ։ Ես նույնիսկ դա չէի սպասում։ Մենք սրտանց իսկապես եւս մեկ անգամ շնորհավորում ենք ու հետաքրքիր է ինչ բերեց սա ոչ միայն Անուշին, այլ նաեւ մեզ Հայաստանին եւ առաջիկայում ինչ է սպասվում, հա, այս մրցույթից հետո ինչ դռներ են բացվել նոր ու ինչ նպատակներ կան։ Անուշը մոտ օրերս կմեկնի Ֆիլիպիններ, որտեղ կկայանա Միս Երկիր միջազգային մրցույթը, որտեղ նշեցի 90 եւ ավելի պետության ներկայացուցիչներ են մասնակցում, գեղեցիկ հետաքրքիր նախագծեր ընթացիկ, հանդիպումներ, բնապահպանական բազմաթիվ խնդիրներ են բարձրացվելու, մասնակիցները մասնակցելու են տարբեր բնապահպանական միջոցառումների, բարեգործական ծրագրերի, որը պետք է նաեւ շարունակություն ունենա յուրաքանչյուր մասնակցի համար, ով կվերադառնա իր երկիր եւ կկարողանա որևէ լավ գործ անել եւ որևէ խնդիր թեկուզ եւ իր միջոցով լուծել, այդ խնդիրներին լուծում տալ։ Իհարկե մենք բարձրաձայնել ենք Հայաստանում խնդիրներից մեկը աղբի տեսակավորման խնդիրը, որը շատ կարևոր է Հայաստանի համար եւ այնտեղ նույնպես փոքրիկ միջոցառումներ կանցկացվեն, մի քանի պետության ընկերուհիներով, մասնակիցներով փոքրիկ միջոցառումներ, ակցիաներ կկազմակերպեն այնտեղ։ Միջոցառումը բավականին լուրջ նախագիծ է եւ գեղեցկության ֆորմատից զատ հենց այդ նախագծերի անդրադարձն է հիմնականում լինելու եւ մենք ինքներս այստեղից կհետևենք ողջ ընթացքին, կտեսնենք նաեւ մեր հայաստանյան պատվիրակի աշխատանքը այդ ընթացքում։ Այ ինչպիսի աշխատանքներ են հիմա տարվում, ինչ փուլում է գտնվում, կա ինչ-որ բան, որը չեք հասցրել եւ հետաքրքիր է արդեն մեր ներկայացուցիչը, հա, ինչպիսի կարգավիճակով եւ ինչ լուքերով պետք է ներկայանա, ինչ սպասենք։ Մի քիչ փակագծերի եթե կան։ Այս տարի եւս փոփոխություն կա իրենց նախագծում, ելույթ կունենան բազմաթիվ են, հա, նորաձևության ցուցադրություններ են, տարբեր միջոցառումներ են, ազգային տարազի կամ ազգային էլեմենտներով հագուստի ցուցադրություն որպես այդպեսին չի լինի այս տարի իրենց մոտ։ Մենք ֆոտո եւ վիդեո տարբերակներով ենք ներկայանալու, շատ գեղեցիկ տարբերակներով, կլինի երեկոյան զգեստների, լողազգեստի ցուցադրություն է լինելու, բայց հիմնական շեշտը դրված է հենց այդ պետական միջոցառումների, որոնց անդրադարձ է լինելու ամբողջ աշխարհով։ Եվ ամենակարևոր մեսիջը մեզ համար կրկին անգամ նման մեծ հարթակից ներկայացնել Հայաստանը, իր մշակույթը, պատմությունը, որը մեզ համար, ընկերության համար ամենակարևոր մեսիջն է ու ամենակարևոր աշխատանքն է նախագծեր միջազգային մրցույթում ներկայացնելու, իսկ ինչ վերաբերում է Անուշին, կարծում եմ այնտեղ լավ ընկերուհիներ ձեռք կբերի հետագա մեր աշխատանքների համար, որովհետև այս տարի Miss Earth միջազգային մրցույթը տոնում է իր 25-ամյակը, արծաթե տարեդարձն է իրենց եւ մեծ շուկով է նշվելու, այո, մեծ շուկով է նշվելու եւ կարծում ենք Անուշը բոլոր խնդիրները կհաղթահարի, հասցրել են գրեթե այս կարճ ժամանակահատվածում բոլոր պահանջված կետերին անդրադառնալ, կատարել բոլոր աշխատանքները եւ հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Այսինքն մաքսիմալ պատրաստվածություն ունենք։ Ինչ հետաքրքիր է Miss Երևան 2025-ը ինչ փուլերից է բաղկացած եղել, որովհետեւ առաջին դեպքը չէ, երբ հաղթողը դերասանուհի է նաեւ, այսինքն դուք մեզ մոտ հիշում
հիշում եմ ամիսներ առաջ երբ հյուրեիք, հա, Ադրինեի հետ, նա նույնպես դերասանուհի էր, այստեղ կան ինչ որ հետաքրքիր ուղղվածություն, հա, որ մասնագիտությունը կարևոր է կամ ներկայանալը որպես դերասանուհի կարևոր է։ Փուլերը այսպես են, հայտեր են լրացնում մասնակիցները, մասնակցում են տարբեր դասընթացների, նախապատրաստական աշխատանքների, որպեսզի կարողանան եզրափակում էլ ավելի պատրաստված ներկայանալի լինեն, հաշվի առնում խոսքը ինչու չէ, հա, ինչ նպատակներ ունեն մասնակցելով մասնակիցները, ուղղակի կարծում եմ, որ դերասանական հմտությունները որոշ չափով կարծում եմ օգնում են իրենց ավելի լավ հաղթահարել իրենց հուզմունքը, խնդիրներ եւ այլն, զուտ այդ պատճառով։ Անայդ, քանի որ ես ինքս նաև հեռուստադիտողը գիտի այն հերարձակվել է, ես ինքս եղել եմ ժյուրի։ Ահա, ինչ-եք հաշվի առել, Վրեժ ջան, որպես ժյուրի հասցնեն։ Շատ իհարկե դետալներ, շատ պրոֆեսիոնալ է կազմակերպված այս ամենը, բավականին երկար իրենք պատրաստություն են անցնում, այսինքն ոչ թե մեկ շաբաթյա, այլ մոտ 1-2 ամիս, կարծես թե, հա, երկար 2 ամիս, սկսած իրենց ֆիզիկական, հա, այդ վիճակից եւ տարբեր դեֆիլեներ եւ այլն, այս ամեն ինչ իրենց վրա ներդրվում է, 15-ն է ինչ է, եթե չեմ սխալվում, 15 մասնակից էին, վերջնական մնում է 15-ը, այդ 15-ին նոր տալիս են արդեն վերջնական ժյուրիի դատին եւ մենք ի նկատի ենք ունեցել այն բոլոր կետերը, որոնք որ տվյալ մասնակիցը ներկայացնում է։ Դա իր խոսքն է, դա իր կեցվածքն է, դա յուրաքանչյուր հագուստի անգամ մենք ունեինք նաև ազգային էլեմենտներով հագուստի ներկայացում եւս այդ բոլորը գումարելով իրար, այսինքն մենք տալիս ենք մաքսիմալ միավորը այն մասնակցին, ով որ հաղթահարում է։ Այսինքն ոչ թե մեկ քայլեց եկավ իրեն ցուցադրեց եւ այդ միավորով մենք որոշում ենք, որ ինքը գեղեցկուհին է, ոչ։ Ինչպես նաև քանի որ այստեղ կա գոյություն նաև միջազգային հարթակում ներկայանալու խնդիր, ի նկատի ենք ունենում, թե ինչպիսի մտածելակերպ ունի տվյալ մասնակից իր երկրի, իր արժե համակարգի եւ այլն եւ ինչպես է ներկայացնել եւ ինչպես պետք է ի վերջո ներկայանա։ Ահա, Անուշ, ունես քեզ համար գծագրած, հա, դու էլ տեսլական, ինչպես ես ներկայանալու, կան վախեր քեզ մոտ, հուզմունք, պատասխանատվություն ու ինչ ակնկալիք ունես այն ճանապարհից, որը շուտով անցնելու ես։ Իհարկե կան, վախեր կան, ես նույնիսկ բեմում կանգնած, երբ հնչեց անունս, ես շոկի ենթարկվեցի, ես չգիտեի լացեի, չգիտեի ուրախանայի, որովհետև ես զգացի մի հատ մեծ պատասխանատվություն։ Դա շատ լուրջ գործ է, որը որ պետք է արվի, ես մաքսիմալ կփորձեմ այնպես ներկայացնել, որ հետո ես ինքս ինձ նայելուց լավ զգամ։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Ինձ համար կարևոր է, ես օրագրումս նշել էի, որ ես կուզեմ, որ աշխարհում չլինի մի կետ, որտեղ չիմանան հայերի ու հայկական մշակույթի մասին։ Ահա, շատ կարևոր։ Այո, ես դա կուզեմ։ Ես երբևէ չեմ պատկերացրել, որ ես կլինեմ հենց այդ մեկը, ով դա կարող է անել։ Դա իմ ցանկությունն է եղել եւ հիմա այնպես է ստացվում, որ ես դա պետք է անեմ։ Երազանքները կատարվում են իհարկե։ Այո։ Բայց շատ կարևոր է այդ մեսիջը, որ իսկապես աշխարհում չլինի մի կետ, որտեղ չիմանան Հայաստանի մասին եւ այսօր այդ կետը այս պարագայում Հայաստանի մասին բարձրաձայնող լինելու եք դուք, Անուշ ջան, իսկ ունեք ձեզ համար նախապատրաստած կրկին որևէ բաներ, որոնց մասին ցանկանալու եք բարձրաձայնել, խոսել, ինչու ոչ խնդիրներ, հա, այն նշեցիք բնապահպանական խնդիրներ ենք առաջ բերելու, այս պարագայում մենք դասակարգման մասին ենք խոսելու աղբի Դե մենք կարող ենք խոսել, ոչ միայն դրա մասին ենք խոսելու, այլ առհասարակ ինքը ընդհանրացված է լինելու, որտեղ այստեղ միայն անհատապես չեն նաև մասնակիցները խնդիրներ բարձրաձայնելու, այլ նաև խմբակային, հա, խնդիրներ, այո, որոնք աշխարհում խնդիրները եւ կփորձենք կենտրոնանալ մեր հիմնական խնդրի վրա, որը մենք ենք տեսնում, որը շատ կարեւոր է եւ այդ ինֆորմացիան, գրագետ ինֆորմացիան փոխանցել սերնդին, որը շատ կարեւոր է հետագա աշխատանքների կարգավորելու համար այս ոլորտը եւ այլն, այսինքն հիմնականում գլոբալ անդրադարձա լինելու այս թեմային։ Հետաքրքիր է այ գլխավոր մրցանակը, որ ստանում է այս, հա, գեղեցկության մրցույթի, ինչ է գեղեցկուհու դիվիզը դառնում 1 տարի, այսպես ասած, հա, նշանաբանը։ Այսինքն ինքը պետք է խոսի բնապահպանությունից, թե ոչ միայն բնապահպանությունից, նախ պատվով գրել թագը, տիտղոսը, օրինակ հանդիսանալ յուրաքանչյուր հատկապես պատանի սերնդի համար, աղջիկների համար, իր կեցվածքով, խոսքով, վարքով, դա է նաև հիմնական խնդիրը եւ շատ բարեգործական ծրագրերի մասնակցություն ունենա, շատ ծրագրեր իրականացնելու նպատակներ ունենք հենց առաջիկայում մինչև տարեվերջ անգամ, այսինքն
ինքը իր առաքելությունը բավականին մեծ է, ոչ միայն բնապահպանական խնդիրների բարեգործական ծրագրերի մասնակցելն է, մշակութային այլ ծրագրերի, առհասարակ գեղեցկության մրցույթների ներկայացուցիչների գերխնդիրը դա է, հա, ոչ թե միայն արտաքին մոդելային ասպարեզի դրա մասին չէ բացարձակ, հենց միջազգային մրցույթների անդրադարձը, այլ աշխարհում բարին տարածելու եւ լավ աշխատանք կատարելու, պիտանի մարդ լինելու հիմնական մեսեջը դա է ամբողջ աշխարհում։ Անուշ, ինչ է քեզ համար առհասարակ գեղեցկություն, երբ ասում ես գեղեցիկ, հա, եւ ինչ խորհուրդ կտաս բոլոր այն երիտասարդ աղջիկներին, ովքեր դեռ չեն համարել, բայց ունեն ցանկություն մտնելու այս ոլորտ։ Տեսեք, ինձ համար Աստծո կողմից ստեղծված ամեն ինչը գեղեցիկ է, բնությունից ստեղծված ամեն ինչը գեղեցիկ է։ Եվ գեղեցկությունը ինձ համար հենց այդ ներքին աշխարհն է մարդու, բարությունը, հոգատարությունը, անկեղծությունը, հենց այդ պարզն է գեղեցիկը ինձ համար։ Ես դա եմ կարևորում, ինձ համար դա է կարևոր եւ իսկ այն աղջիկներին, ովքեր նոր ուզում են սկսել, ես խորհուրդ եմ տալիս, որ չվախենան, որովհետև ես ինքս վախեցել եմ, ես սպոնտան եմ որոշել, սպոնտան եմ եկել այս որոշման, բայց ես վախեցել եմ ներքուստ, ես մտածել եմ, վայ, բա ոնց պիտի լինի, բա այդ փուլը ոնց եմ անցնելու, ինչ եմ անելու այդ նախապատրաստական աշխատանքները, բայց այնքան հավես է անցել ամեն ինչ, մեր խումբը, մեր աղջիկները բոլորը գեղեցիկ էին ինձ համար, ես բոլորին անդադար ասում էի, որ իրենք գեղեցիկ են, ու այդ բարությունը ու այդ առողջ մթնոլորտը ես փորձում էի ապահովել։ Ընդհանրապես ես որտեղ որ գտնվում եմ, փորձում եմ ստեղծել առողջ մթնոլորտ, որովհետև դա ինձ համար շատ կարևոր է։ Անուշ ջան, դու շատ անուշ ես եւ մեր տաղավարում էլ ստեղծեցիր դրական ու շատ լավ մթնոլորտ, մեզ մնում է միայն քեզ մաղթել հաջողություն, որ պատվով այս տարին քեզ համար հաղթահարես եւ այն բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, որ առջևում կլինեն, սահուն քայլերով վստահ գլուխդ բարձր հաղթահարես, մենք էլ նայենք ուրախանանք մեր Հայաստանը ներկայացնող գեղեցկուհիով։ Իսկ մեր հյուրերն էին Miss Yerevan Production տնօրեն Արմինե Մուրադյանը, շնորհակալություն ձեզ, եւ Miss Yerevan 2025 դերասանուհի, գեղեցկուհի, մոդել Անուշ Քալաշյանը, շնորհակալություն ձեզ հյուրընկալության համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ եւ գեղեցիկ իհարկե ելույթներ արդեն Ֆիլիպիններում։ Սիրելի հեռուստադիտող, ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը, չէ՞ Անահիտ։ Անշուշտ։ Ձեզ հետ էին գեղեցկուհին եւ հրեշը։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Առողջ եղեք, որովհետեւ առողջ լինելու առաջին գրավականը շարունակությունը գեղեցիկ լինելն է։ Իսկ գեղեցիկ լինելու համար եւ առողջ լինելու համար պետք է խնայեք ձեզ ինքներդ։ Խնայեք մի փոքր ձեզ եւ լավ որ ունեցեք։ Այսօրվա համար այսքանը, մնացեք բարով։